Մատթեոս 5:8 Իրանի անոնք, որ սրտով մաքուր են, որտև անոնք պիտի տեսնեն Աստծուն։ Ինձ լիքը խանգարող բան կա, չեմ կարում տեսնեմ Աստծուն։ Թվում է, թե բան չկա, որ մեզ խանգարի, բայց մեզի շատ բան է խանգարում։ Շատ բան։ Այն կարգի, որ ոնց որ մենք ենք ուշադիր Աստծո նկատմամբ, ես չի ուզենա, որ ինքը մեր նկատմամբ տենց ուշադիր լիներ։ Ինքը ավելի ուշադիր է, մենք չէ։ Մենք շատ անուշադիր ենք։ Մեծամասամբ մենք իր մասին չենք մտածում, մենք ամեն ինչի մասին մտածում ենք։ Եվ մեր սիրտը հեռանում է իրանից, մեր մտքերը հեռանում են իրանից։ Դրա համար ես ուզում եմ համարներ կարդամ, որոնք վերաբերում են մեր սրտի ուզածին։ Ինչ է ուզում մեր սիրտը։ Եվ որպես կանոն գիտենք ինչ է ուզում Աստծո սիրտը։ Այդ երկու ցանկությունները չի բռնում իրար հետ։ Դրա համար հոգևոր կյանքը շատերի մոտ չի ստացվում։ Երբ որ մենք ինչ որ բան սխալ ենք մտածում կամ սխալ ենք ուզում, Աստված չի մոտենում այդ վաղ, Աստված հեռանում է։ Հիմա դժվար է ունենալ մաքուր սիրտ, դժվար է։ Ցանկությունը լավ բան է, որ ունենանք մաքուր սիրտ, որտեղ Աստծուն կտեսնենք։ Բայց հիմա Աստծուն չենք տեսնում, նշանակում է սիրտը մաքուր չի։ Ավելի պարզ բառերով նշանակում է, որ խանգարող բան կա։ Որովհետև ոչ բոլոր քույր եղբայրներն են տեսնում Աստծուն։ Իսկ դա նշանակում է, որ սրտի մեջ խնդիր կա։ Ես Աստծուն սենց եմ ընկալում, որ ինքը մի հատ սխալ բան է տենում, ոչ թե հարվածում, այլ հետ է քաշվում։ Ոչ թե պատժում է, այլ քաշվում է մի կողմ։ Որտև ինքը, որ վերաբերվի ինձ ոնց որին ես արժանի եմ, ինքը ինձ կարող է վերացնի։ Որտև ինքը արդար է, ինքը կարա դա անի եւ ինքը այդ իրավունքը ունի։ Ինքը կարա իմ հարցերը լուծի շատ հանգիստ։ Բայց ինձ հարվածելու փոխարեն ինքը կողք է կանգնում, որ ես շտկվեմ։ Մի տարի շտկվեմ, 2 տարի շտկվեմ, 3 տարի շտկվեմ։ Իրանի սրտով մաքուրների։ Երբ կարելի է հասնել դրան, որ մեր սիրտը իրականում ունենա այդ մաքրությունը։ Առաջի համարը ուզում եմ կարդալ, առաջի թագավորաց 17-ը։ Գնա խաղաղությամբ, Իսրայելի Աստվածը թող կատարի նրանից հայցած քո բոլոր խնդրվածքները։ Հիշում եք Աննան ինչ էր ուզում։ Զավակ չուներ, ինչ էր ուզում, զավակ էր ուզում։ Աննան անես բաներ խնդրում, որ քահանան ասեց, որ թող տա Աստված քո ուզածը սրտի։ Եվ իրականում Աստված տվեց։ Բայց երկար տարիներ իրանք զավակ չունեին։ Հիմի կարող է մենք էլ ինչ որ խնդրվածք ունենք։ Սրտի խնդրվածք։ Ես ուզում եմ ոնց որ դու հիմա որոշես, դու հիմա բարձրաձայն չէ, քո ներսում, օրինակ դու քեզ պատասխանես, օրինակ ինչ է ուզում քո սիրտը։ Բայց դի անկեղծ խոստով անես։ Ինչ է ուզում քո սիրտը։ Եթե անգամ դու չգիտես ինչ է ուզում քո սիրտը, դա ավելի վատ։ Նշանակում է դու ավելի խճճված ես, քան պատկերացնում ես։ Պետք է կոնկրետ իմանալ ինչ է ուզում քո սիրտը։ Աննայի սիրտը զավակ էր ուզում։ Քո սիրտը ինչ է ուզում։ Հիմա դու էլ տինես բան ուզես, որ Աստված ոչ թե հեռանա քեզանից, այլ մոտենա քեզ։ Որտեղ մենք շատ ցանկություններ ունենք սրտի մտքի, որոնց պատճառով Աստված ոչ թե մոտենում, այլ հեռանում է մեզանից։ Դա տենց է։ Մարդու մեջ ինձանից սկսած լիքը սխալ մտքեր, կարծիքներ, որոշումներ կան, լիքը։ Ոչ մեկ չի տենում, բայց հիմա դու պիտի այն միտքը, այն ցանկությունը, այն կարծիք ունենաս, որ ոչ թե Աստված քեզանից հեռանա, այլ քեզ մոտենա։ Դու պիտի նենց միտք, ցանկություն ունենաս, որ քո սիրտը համարվի մաքուր։ Դժվար բան եմ ասում։ Շատ դժվար բան եմ ասում։ Մի բան ավետարանով չմտածեցիր, տարիներ կդոփես նույն տեղը։
մի բան ավետարանով չմտածեցիր, տարինով կմնաս նույն տեղը։ Դրա համար կարևոր է ինչ է ուզում քո սիրտը։ Դու ոչ մեկ չի իմանում, բայց Տերը տենում է։ Հիմա լավ կլինի, որ դու էլ էդի տենաս։ Աննան, որ զավակ ուզեց, ասեց դու որ 10-ից ես կտամ քեզ։ Եվ Աստված Սամվելին տվեց իր համար, ոչ թե Աննայի համար։ Չէ, բայց հետո տեսակ չէ Սամվելով դարավ։ Սամվելը դարավ լուրջ առաջնորդ։ Իսրայելի համար այդ ժամանակահատվածում Սամվել էր պետք։ Առաջի մնացորդած 28:9 Դավիթը Սողոմոնին ասում, քանզի Տերը քննում է ամենքի սրտերը եւ նա գիտի բոլորի մտածմունքները։ Ինքը գիտի դու ինչ ես մտածում, քո սրտում ինչ խորհուրդ կա, դու ինչ ես ուզում, ինքը գիտի։ Ես օրինակ վախում եմ, ասեմ Տեր, ինձ դատի իմ մտքերի համեմատ։ 2 վայրկյան չի տևի։ Ինձանից կարող մոխիր մնա։ Դրա համար մարդ կա, որ հասցնում է մաքրվի, սիրտը մաքրվի, միտքը մաքրվի ու ինքը համարձակ կարա այդ բանը ասի։ Օրինակ հիշում եք Հիսուսը մեկի համար կարծիք հայտնեց Նաթանայելի համար։ Ինչ ասեց։ Նենգություն չկա։ Այսինքն ոնց նայում է նենգություն կա։ Մի հոգի գտել է որ նենգություն չկա։ Պատկերացնում ես։ Հատուկ է շեշտում նենգություն չկա, որտեղ ոնց նայում է սա նենգություն է։ Բոլորը բոլորի ոտի տակ քանդում են։ Մարդկությունը, պետության մակարդակով, դասակարգերի մակարդակով, ստատուսների մակարդակով, բոլորը բոլորի տակ քանդում են։ Անգամ աղքատ խավը էլի մեկը մյուսի տակ քանդում է։ Հիվանդների մակարդակով էլ ատեց։ Այս մի հիվանդը չի ուզում, որ մենի հիվանդը ապրի, դու չի ուզում, իրականում չի ուզում։ Մենք տենց ապականված ենք։ Դրա համար մաքուր սիրտ իրականում պահանջվում է, որպեսզի դու տենաս Աստծուն, թե չէ դու կարաս երկար տարիներ լինես հոգևոր դաշտում, բայց տենց էլ Աստծուն չտենաս քո սրտի ուզածի պատճառով, քո մտքերի պատճառով։ Ծննդոց 6:5 Մարդու սրտի խորհուրդները չար են ամեն օր։ Ես մտնում եմ դրա մեջ։ Ես համաձայնվել եմ այս մտքի հետ։ Դենց հեշտ չի համաձայնվելը։ Էսի դժվար է ընդունելը, մարդը իր մասին ուրիշ կարծիք ունի։ Բայց հոգևոր կյանքի գեղեցկությունը այդ է, որ մարդը հասունանա այս իմաստով։ Որովհետև որ մարդը էսի չի տենում, չէ, ինքը տարիներ խնդիրներ ունենում։ Ամեն ինչի հետ, ամեն մարդու հետ։ Մարդը խնդիրներ ունենում։ Եվ խնդիրն է, որ իր սիրտը մաքուր չի։ Այդ սրտից պետք է հրաժարվել։ Պետք է ունենալ այդ նոր սիրտը, որ Աստված չհեռանա, Աստված մոտենա։ Մեր սրտի ուզածների պատճառով մենք շատ ենք տուժում։ Մենք հասնում ենք ծայրահեղ վիճակների։ Մենք ընկնում ենք մեր սրտի ուզածների պատճառով։ Մենք տկարանում ենք, մենք թուլանում ենք, մենք հեռանում ենք մեր սրտի ուզածների պատճառով։ Հիշեցի Հակոբոս 4:4-ն է, թե 1:4-ն է։ Հակոբոս 1:4-ը որ ասում է, որտեղից կռիվներ, պատերազմներ ձեր մեջ։ Ուզում եք, բայց չունեք, չէ՞։ Ցանկանում եք, բայց չունեք։ Երեմիա 10:23 Մարդու ուղին իրենից կախված չի, եւ նա ի վիճակի չի տնօրինելու այն։ Իմ համար էսի տարիներ առաջ նոր համար էր։ Ես զարմացել եմ այս համարի վրա, որ մարդը ինքը իրան օգնել չի կարող։ Անկամ ինքը չի իմանում իր լավն ու վատը։ Մենք եթե ասում ենք, չէ, երեխեքի համար, մենք այս իր լավն ու վատը չի իմանում։ Բայց եթե մենակ երեխեքին չի վերում։ Եթե մենք մեծանում ենք, էլի տենց է, մենք մեր լավն ու վատը չենք իմանում։ Մարդը չի կարողանում տնօրինի իր ճանապարհը։ Հիմա պատկերացնում ես քո հույսը դու լինես, կորար։ Կամ քո հույսը քո կողքին էլի կորար, ավելի վատ։ Քո հույսը պետքա ով լինի, քո փրկիչը։ Քո փրկիչն էլ չի կարող մոտենա քեզ, որովհետև քո սիրտը մաքուր չի։ Սրտով մաքուրներն են իրան տենում։ Քո սիրտը խի մաքուր չի, որովհետև քո մտքերն ու քո ցանկությունները քեզ խանգարում են։ Ոչ մեկին չեն խանգարում։ Ձեր ոչ մեկի ցանկությունը ինձ չի խանգարում։ Ինձ կարամ խանգարեմ մենակ ես։ Գիտեք չէ, որ
Մարդուն վատ բաներ ես ասում, շարքից ելնում է։ Բայց թարսի պես որ լավ բաներ ես ասում, էլի շարքից ելնում է։ Եթե մարդու ներսը ուղիղ չի Աստծո հետ, կապ չունի իրան ինչ ես ասում, մեկը ինքը շարքից ելնում է։ Տենց է մարդ։ Շատ անհաստատ է մարդը։ Երեմիա 17:9-ն էլ կարելի է կարդալ, գիտեք ինչ է գրած։ Սիրտ ամեն բանեն ավելի խաբեբայ ու խիստ չար է։ Զանիկով կնա գիտնալ, ես Տերս։ Միտքը կքննեմ, սրտերը կփորձեմ, որպեսզի մարդուն իր ճամփաներուն համեմատ հացում անեմ։ Մենք ելել ենք ստեղից, որտեղ մարդու վերջը հեսա։ Աստված իր համեմատ անելու է իրան, բայց ապաշխարությունը դա կանգնացնում է։ Մարկոս 7:21 Սրտի միջից են ելնում չար խորհուրդներ, որ դու տենում ես քո սիրտը ինչ կարգի է ապականված ու քո մեջ ինչ չար խորհուրդներ կա, չէ՞։ Այն դիմասինի չար արարքը քո համար բարի ալի։ Այ խնդրեմը ստեղ է։ Մենք ստե խնդրեմ ունենք։ Դու էդի չես տենում հենց։ Դե որ էդի չես տենում, դրա համար Աստուն չես տենում։ Դու Աստուն չես կարող տենաս, որովհետև դու չես տենում, որ քո խորհուրդները, քո սիրտը չար է։ Եվ մենք որպես մարդ անհույս կորած էինք, անհույս։ Այս ողորմությունն է, որ Տերը քեզ կանչել է։ Ոչ թե դու լավն ես, որ քեզ կանչել է, չէ։ Քեզ կանչել է եւ շանսա տվել, որ դու մաքուր սիրտ ունենաս, որ իրան տենաս։ Որ փոքր երեխա է ծնվում, այդ մաղթանքներից մեկը, որ մենք ասում ենք, հետեւյալն ասում ենք. Երանի իրան, որ ծնվեց, հնարավորություն ունի Հիսուսին ճանաչի։ Դու պիտի կարենաս ոչ մի բան չտենաս, Աստծուն տենաս, որպիսի Աստծուն տենաս։ Եթե դու ինչ որ մի բան տենում ես, դու հավանականությունը շատ է, որ Աստծուն չես տենա։ Որտեղ է խաբվում մարդկությունը, որ հենվում է իր սրտի վրա։ Բոլոր մարդիկ ոչ մեկ բացառություն չի, հենվում են ճիշտ ու սխալի վրա։ Իրանց բոլոր դատողությունները, իրանց բոլոր տեսողությունը, իրանց բոլոր վերլուծությունները հենվում է իրանց ճիշտ ու սխալի վրա։ Մի հարց։ Պատկերացնում ես Աստված քո հետ այտենց վարվեր, ճիշտ ու սխալով։ Ինչ կլներ քո հետ։ Աստված քո հետ չի վարվել ճիշտ ու սխալով։ Դու չպետք է ապրես ճիշտ ու սխալով, դու պետք է ապրես Աստծո ողորմությամբ։ Դու պետք է տենաս Աստծուն։ Որ չես տենում Աստծուն, դրա համար մի ձև պետք է ապրես։ Դու ապրում ես ճիշտ ու սխալով հիմնական։ Գործ 8:21։ Այս պատմությունը գիտեք, այդ առևտուր կար այնտեղ, չէ, որ ասում էր այդ ոնց է կանում, ես էլ կուզեմ դա անեմ, չէ, որ Սուրբ Հոգով մկրտվեն։ Պետրոսն ասում է, քո սիրտը Աստծո առաջ ուղիղ չի, բայց ավելի վատ բառեր է, չէ, ասում դառը մաղց կա։ Մեզի մի քիչ պարզ է, որ ուղիղ չի իր սիրտը, որտեղ ոնց կարող ասել ինձ այդ հոգևոր պարգևը փողով ձեռ բերես, չէ, բայց արեք ընդունենք, որ անգամ հոգևոր դաշտում մենք լիքը մտքեր ու արարքներ ունենք, որոնք Աստծո առաջ ուղիղ չի։ Բայց ոչ մեկ չի տենում դա։ Հիմա ես սենց եմ հակված, ես չեմ անում, որ դու դա տենաս, որ Աստված ինձի մոտիկ լինի, չէ, ես որ հենց քո համար արեցի, արդեն ուղիղ չի։ Երբ որ ես մի բան ասում եմ, մի բան անում եմ, որ քեզի հասկացնեմ, արդեն ուղիղ չի Աստծո առաջ։ Բայց երբ որ ես դա Աստծո առաջ եմ անում, չէ, ես զգուշ եմ իմ մտքերից, իմ վերլուծությունից, իմ արարքներից, իմ վարքից, ես զգուշ եմ, բայց էլի սխալվում եմ, պատկերացրա։ Պրոստը Աստված տենում է, որ դիտավորա չես սխալվում։ Աստված տենում է, որ դու ուզում ես, որ դու մաքուր սիրտ ունենաս, չէ, որ ինքը քեզ այցելի, ոչ թե քույր եղբայրները։ Որ ինքը քեզ ինքն է քեզ չի այցելի։ Քո հետ չի խոսում, քո հետ չի շփվում ինքը։ Քեզ չի կարում բան ասի։ Լիքը պատճառներ կա, Աստված չի կարում քեզ բան ասի։ Քո մեջ լիքը խանգարող բաներ կա։ Դու դրանց ուշադրություն չես դարձնում։ Քո սիրտը մաքուր չի։ Դու սաղին կտենաս, սաղի խնդիրներն էլ կտենաս, բայց դու իրան չես տենա։ Ես կուզեի ոչ մի բան չտենա, իրան տենայի։ Իսկ եթե քո հոգևոր կյանքի ամբողջ իմաստը իրան տենալը չի, ուրեմն մի բան այն չի քո հոգևոր կյանքի հետ։ Քեզ ինչ որ բան է հետաքրքրում իրանից դուրս։ Սաղմոս 119-113 Երկմիտներին ատեցի, բայց քո օրենքը սիրեցի։ Օրինակ ես գիտեմ, որ մարդը երկմիտ է,
Աստծո վրա է կասկածում, Աստծո խոսքերի վրա է կասկածում, Աստծո ասացի վրա է կասկածում։ Հետաքրքիր է, քո ասացի վրա կկասկածի թե չէ։ Կկասկածի, չէ։ Ինձ հետաքրում է Աստծո մոտիկությունը, ինձ իրոք հետաքրում է Աստծո մոտիկությունը։ Ես նեղում եմ, որ դու ինձ մոտիկ չես, բայց ես գիտեմ, որ ինձ մոտիկ չես, բայց որ Աստված ինձ մոտիկ չի, հաստատ ես եմ մեղավոր։ Որ դու ինձ մոտիկ չես, դա պարտադիր չի, որ ես մեղավոր լինեմ։ Բայց որ Աստված ինձ մոտիկ չի, դա հաստատ ես եմ մեղավոր, որտեղ Աստված մարդու նման չի անում։ Մենք շատ թունավորված ենք, էլի, մենք ահավոր տատանվող, երկմիտ, կասկածող եսասեր բնություն ունենք։ Մեր հետ այտենց հեշտ չի։ Դե ոնց Աստված մեզ համբերում, ես էդի զարմանում եմ, հələ զարմանում եմ։ Եսայի 55:7 Ամբարիշտը իր ճամփային անօրեն մարդը իր խորհուրդներեն հրաժարի, հետաքրքիր է նայեք, ճամփային խորհուրդներեն։ Ճամփային հեշտ է հրաժարվել, խորհուրդներեն դժվար է հրաժարվել։ Հրաժարվել սեփական խորհուրդներից հավասարազոր է մեռնելու։ Դա մարդու չոս կլինի տենց։ Մարդը ապրում է իր խորհուրդներով։ Մարդ իրան ուտում է իր խորհուրդներով։ Մարդուն Աստծուց հեռացնում է իր խորհուրդները, որտեղ ունայն են մարդու խորհուրդները։ Դու պիտի խորհուրդ չունենաս, մի հատ խորհուրդ ունենաս, Քրիստոսի միտքը։ Համաձայն եք ես համար հետ, քանզի իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն։ Ես ինչքան խորհուրդ արել եմ, չի համընկել իր խորհուրդի հետ։ Սխալվել եմ։ Հիմա էլ որ անեմ կսխալվեմ։ Աշխատում եմ չանեմ։ Օգուտ չկա որ անում։ Քանզի իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, իմ ճամփաները ձեր ճամփաները չեն։ Մի հատ վկայություն ունենք մնացորդ հացում, երկրորդ մնացորդ հաց 30:12 Աստծո ձեռքը Հուդայի վրա էր, որանոնց մեկ սիրտ տա, որպեսզի թագավորին ու իշխաններուն Տիրոջը խոսքին համեմատ պատվիրածը կատարեն։ Հետաքրքիր մոտեցում է։ Ինչ է նշանակում Աստծո ձեռքը Հուդայի վրա էր, որանոնց մեկ սիրտ տա։ Այդ գիտեք եմ կարդում ես համարը։ Քանի հոգի ենք, 30 հոգի ենք, 30 հատ տարբեր սիրտ կա ստեղ։ 30 հատ տարբեր սիրտ կա ստեղ։ Այն համարները Սուրբ գրքի շատ դժվար համարներ են, որ ասում են լինեք մեկ շունչ, մեկ հոգի, նույն խորհուրդ ունենաք, նույն միտք ունենաք, դա շատ լուրջ բաներ է գրած, դա տենց հեշտ չի։ Էլի 12 առաքյալների մեջ կռվում էին ով է առաջին ելնելու։ Չէ՞։ Այդքան մոդիկ Հիսուսին, էլի իրանք մտքով անցնում էր, տենաս ով է առաջին ելնելու։ Ես այս համարը կարդացի, որ ասեմ հետևյալ կարևոր միտքը։ Ոնց հանում ես Աստված։ Ոնց հանում։ Ովքեր հրաժարվում են իրանց խորհուրդներից, Աստված իրանց սիրտը մեկ անում։ Որտեղ իրանց խորհուրդը դառնում է Քրիստոսը։ Բայց ովքեր իրանց խորհրդից չեն հրաժարվում, իրանք չեն կարող մեկանան, մարդկանց հետ չէ, իրանք Քրիստոսի հետ չեն կարող մեկանան։ Պրոբլեմն չի, որ դու իմ հետ մեկ չես, պրոբլեմն է, որ դու Հիսուսի հետ մեկ չես, կամ հակառակը։ Դու մեկ ես, ես մեկ չեմ։ Այդտենցով մենք իրար հետ չենք մեկանա։ Ինձի պետքա ես անեմ, մտածեմ նենց, ոնց որ կաներ Հիսուսը, բայց ինքը անում էր ամեն ինչ շատ զգուշ։ Ինքը չի եղել աշկերը փակի բերանը բացի, հետո ասի, վայ սխալմունք եղավ իմ ասածը, ժողովի մեջ է գրված, չէ՞, ասում է Աստծո падգամավորի առաջ չասես, սխալմունք եղավ։ Այդ չխոսար, թող սխալմունք չլներ։ Այդ մի բառը, որ Մովսեսը չասեր, չէ, միջև երբ մենք պիտի ձեզի ջուր տանք, երկրորդ օրինասկզբում ասում է, «Էլ չխնդրես ինձի, դու Քանան ու երկիր չես մտնելու»։ Մի հատ բառ ասե, մի հատ բառ։ Դու քո ներսով պիտի անենց մաքրվես Աստծո առաջ, որ ինքը քեզ մոտենա։ Թող սա հեռանան։ Որտեղ որ Աստված մոտենում է, սա հեռանում է։ Երկրորդ օրինաց 36 Քո Տեր Աստվածդ քո սիրտդ եւ քո որդիների սիրտը պիտի թլպատե, որպեսզի քո Տեր Աստվածդ բոլոր սրտովդ ու բոլոր հոգիովդ սիրես, որպեսզի ապրես։